Հասանք Մարիս ջան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն կարիք չկա։ Սակայն շատ է կոտրվել։ Իրան հիմա օգնությունը պետք է, ես գիտեմ, որ դուք ընկերներով միշտ իր հետ եք, բայց խոսքը պրոֆեսիոնալ օգնության մասին է։ Հասկանում եմ ինչ ես ասում, բայց հիմա սակայն շատ դժվար կլինի համոզել, որ գնա հոգեբանի մոտ։ Ինձ թվում է ժամանակ է պետք։ Այսօր որ առանձնացել էինք ինքնասպանության մասին էր խոսում։ Ինչ էր ասում։ Ասում էր, որ իր ապրելն էլի մաս չունի, որ ամեն ինչում ինքն է մեղավոր ու ճիշտ կլինի, որ ինքն էլ չլինի։ Դե վերքերը դեռ շատ թարմ են։ Իսկ մո բնական ռեակցիա համաձայն չես։ Չգիտեմ։ Բայց եթե ես ինչ-որ բանով կարողանամ օգնել, անպայման ասեք։ Մարիս ջան, դու արդեն ինչով կարողացել օգնել ես, ու մենք քեզ ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Բայց ինձ թվում է պետք է դու էլ հանգստանաս։ Որ պետք լինեմ զանգիկ։ Վստահ ես, որ ուզում ես լենաս դրան։ Ինքն է ուզում։ Դրանից հարցի էությունը չի փոխվում։ Ուզում եմ լսեմ ինչ ասում։ Ոնց է արդարանում։ Ինքը չի գալիս արդարանալու համար, Սակ։ Ինքը գալիս է իմանա մենք ինչ ենք պլանավորել, մենք իրան մեղադրում ենք, թե չէ։ Ու մեր կողմից շատ սխալ կլինի, որ սա հակարտերը բացենք իր առաջ։ Ճիշտ է ասում Դավոն։ Սակ կարաս քեզ տիրապետես, որ դեմքին չթռնես։ Չգիտեմ։ Մենակ եմ որ մտածում եմ ինչ արել Լանայի հետ։ Ուզում եմ բռնեմ ու սպանեմ։ Ու այդ արդար կլինի։ Արդար կլինի, բայց ոչ հիմա ու ոչ տեղ։ Նանեն մահացել է բեկի պատճառով։ Ու ես չեմ թողի, որ այդ ֆուցնի պատճառով գնաս Բերթերում փդես։ Իմ համար արդեն մեկ է։ Իսկ իմ համար չէ։ Տղերքի համար էլ։ Սակ ճիշտ կլինի, որ այդ հանդիպմանը դու ընդհանրապես չլինես։ Ես ուզում եմ լինեմ։ Սակո եթե առիթ տանք դրան մոտիկանալը ավելի բարդ է ալնելու ու հաստատ մենակ չի գալու։ Իմ բով կարաք հանգիստ լինեք։ Ես գիտեմ, որ մենթերի մոտ դու ես անունս տվել։ Ասել ես, որ ինձ ես կհասկացում։ Մեկ այլ սիտուացիայում ես ես հարցին ուրիշ լուծում գտայի։ Բայց հիմա ես տեղ եմ, որ սաղիդ ասեմ։ Ես Նանայի սպանության հետ կապ չունեմ։ Ես քեզ չեմ հավատում։ Ինչ ես հավատում, մենթերին հավատա։ Դրանք ինձ ոտից գլուխորով ժամով ստուգել են։ Էլ կամերաներ, էլ իմ կամքով անձնած DNK նմուշներ, էլ ես շատ գիտեմ ինչ, բայց իտոգում սաղ զրյա, տենց էլ ոչ մի բան չգտան իմ դեմ։ Չի համար ես եկել ստեղ։ Դու սիրել ես Նանային, բայց ես էլ եմ իրան սիրել, անկախ նրանից, որ քեզ է ընտրել։ Հանգնեք տեղներդ, որտեղ որ կայնած էիք։ Եկել ես ցույց տաս, որ տենց բեսամբ ուժեղ տղա ես, հա դու։ Իջացրեք զենքերը։ Ես եկել եմ ասեմ, որ իմ սիրտը պակաս չի ցավում։ Ու ով է տարելա, հաստատ պատասխանա տալու իմ դեմ։ Մենք քեզ լսեցինք։ Կարաս գնաս։ Դու ճիշտ էիր։ Ես եկել էր հոտոտ էր տնարի ինչը ոնց։ Հիմա առաջարկում գնանք տուն հանգստանանք, վաղագանք հավաքվենք, վերջնական որոշում կայացնենք։
Ինձ թվում է Սակովին մենակ թողել պետք չի։ Սակոն մենակ չի։ Հանգիստ է։ Ես ինչ ես անում, որ Տաքսի եմ պատվիրում։ Դավ չի ուզում առանց հետդ խոսալու գնալ։ Ես հասկանում եմ, որ հիմա մտքերդ բոլորովին այլ տեղում են, բայց ես էլ այսպես չեմ կարող։ այսպես ոնց նանեի սպանության մեջ ես գորին մեղադրում։ Չէ, ուղղակի ես հասկացա, որ քո համար ընկերներն ավելի կարևոր են, քան ընտանիքը։ Շատ ճիշտ ժամանակ ես գտել սրա մասին խոսելու։ Դավ, ես ցավում եմ Նանեի համար, ցավում եմ Սարգիսի ու բոլորիդ համար, բայց ես քո կողքին ինձ ավելորդ եմ զգում։ Դու երբեք ավելորդ չես եղել իմ համար։ Դու շատ կարևոր մարդ ես իմ կյանքում, Սյուզի։ Ես այդ չեմ զգում, Դավ։ Բայց ինչի հիմա։ Ինչ ես դժվար պահին, երբ որ քո կարիքն ես ամենաշատն ունեի, Ավելի լավ է հիմա, քան երբ դու ինքդ կասես, որ գնում։ Ես երբեք այդպիսի բան քեզ չեմ ասի։ Դավ, ես հասկանում եմ, որ սխալ եմ վարվում, որ հիմա եմ քեզ այդ մասին ասում, բայց ես հոգնել եմ քո համար պայքարելուց։ Ես քո կողքին ինձ լիարժեք չեմ զգում։ Իսկ ես մտածում եմ դու շատ երջանիկ ես իմ հետ։ Ուղղակի բաց թող ինձ։ Գնա։ Եթե ուզում ես գնաս, գնա։ Բայց իմացես տանդրները միշտ բաց են քո առաջ։ Դու ապուշ ես արա։ Ես քեզ ասում եմ հեռու մնա դրանցից, դու գնում զորով քեզ գելի բերանես տալի։ Իսկ պետք է իմանալ դրանք ինչ պլաններ ունեն վրով պապ։ Ու իմացար։ Հա։ Կասկածներ ունեմ, բայց վստահ չեմ, որ ես եմ։ Ու ինչ դրանց։ Դու ես ինձ սաղ կյանք սովորացրել, որ թշնամուն ավելի մոտ թողեմ կամ բարեկամին։ Հասկացի արա։ Դրանք էլ քեզ թշնամի չեն։ Չնայած որ շարունակես ես բզբզալ թշնամի կդառնան։ Ես չեմ բզբզում։ Բայց դրանք մտածում են, որ ես եմ Նանեին սպանել։ Ու մենակ իրանք չի, որ տենց են մտածում։ Ուրեմն նա առավել ևս։ Ես մի պիտի դրանցից երկու քայլ առաջ լինեմ։ Մենք հասկացի, մենք չգիտենք դրանք ինչ մարդիկ են, ինչի են ընդունակ։ Տուֆտագի ադեկ են։ Մեկը իրավաբան է, մյուսը բժիշկ։ Այն մնացածն էլ մարած ալիք են։ Մեջներից իբր են գորնա դու խավիկ տենց, բայց ինքն էլ նստած է եղել օրենքները գիտի։ Այդ գորը հետևում թորգոմն է կանգնած։ Որ լիքը կասկածներ ունի քո վրով։ Ու այդ արդեն վտանգավոր է։ Թորգոմն առանց հիմքի մեր դեմ դուրս չի գա, ինք այդ լավ գիտի։ Որ պետք է լինի հիմք կգտնեն։ Չգտնեն էլ կսարքեն, մի մոռաց, որ բոշի գործով դու լրիվ չես մաքրվել։ Քեզ պետք է որոշ ժամանակ ընդհատակ անցնել, որ նոր թեմաների մեջ չեն գնես, մինչև դրանք ինչ են կանում։ Լավ, կանեմ նենց ոնց ասում ես։ Ես հիմա գնում եմ քնաբեր խմեմ ու քնեմ, որ չգժվեմ։ Դուք էլ գնացեք հանգստացեք, իմ հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Ու հանգիստ կլինի, մենք ես չենք խանգարել։
Ասում եմ անհանգստանալու բան չունենք։ Ապեր հարցը չի։ Ուղղակի հետդ խոսալու բան ունենք, չէինք ուզում տղեքի մոտ խոսենք։ Տղեկ ինչ ասաց էլի, որ Սյուզին գնացել է։ Հա։ Բայց ի՞նչն է իրական պատճառը դա։ Չգիտեմ։ Ինձ թվում էր ամեն ինչ նորմալ է մեր հարաբերություններում, բայց ասենք կռվել ենք, վիճել ենք, հիմա որ մի ընտանիքում չի լինում։ Բայց Սյուզին քեզ սիրում է։ Ես էլ իրան եմ շատ սիրում։ Բայց արի ու տես, որ սերը շատ քիչ է։ Դավ, տղերքը լուրջ են տրամադրված։ Ես վախենում եմ, որ մենք սխալ ու անդառնալի քայլ անենք։ Սպանությունը ելք չի, Դավ։ Լավ, ասենք սպանեցինք Բեկին։ Չնայած չեմ պատկերացնում այդ ոնց ենք անելու։ Ինչը։ Սպանելը։ Կյանքիդ մեջ քանի մարդու ես սպանել։ Թե մտածում ես տենց հեշտ է մարդուն կյանքից զրկելը։ Դե չէ, պատկերացնում եմ, որ դժվար է, բայց դու ինքդ լսեցիր Վարուժը, որ ասեց ոստիկանությունը ոչ մի բան չունի Բեկի դեմ։ Իսկ հանցագործ աշխարհի վրա ընդհանրապես հույս դնել չի կարելի։ Մենք իրանց համար օտար մարդիկ ենք։ Իսկ Բեկն ու Ջանուն իրանց մարդն են։ Իսկ այդ հեքիաթները արդարության մասին, դրանք հիմարների համար են։ Իրանք ոնց ուզեն այդպես կանեն։ Իրոք է։ Այսինքն ստացվում է, որ դու կողմ ես սպանությանը։ Հարցը նրանում չի ես կողմ եմ թե չէ։ Հարցը այն է, որ Սաքուն այդ անելու է։ Հա, բայց պետքա խոսալ հետո, պետքա խոսալ բացատրել, որ ուրիշ ելք կա։ Ուրիշ ելքը ո՞րն է։ Չգիտեմ, բայց ոչ սպանությունը։ Հասկանում ես այդ կարմիր գիծը, որից հետո մեր կյանքը ուղղակի կփոխվի։ Դե մեր կյանքը արդեն փոխվել է։ Ուղղակի ինչ որ մասը այդ հասկացել է, ինչ որ մասը դեռ չէ։ Արա մենք կորցրել ենք Նանեին։ Ու ես ամեն ինչ պետք է անեմ, որ այդ նույն բանը տեղի չունենա Սաքոյի հետ։ Չգիտեմ ոնց, ինչ, բայց ամեն ինչ պետք է անեմ։ Քեզ ես շատ եմ ասել, որ սիրում եմ քեզ։ Մեծ տենց էլ չասեցի, թե դու ով ես իրականում իմ համար։ Ինչ նշանակություն ունես իմ կյանքում։ Դες երևի բառը չի գտնում։ Ասեմ։ Դու իմ փրկությունն էիր, Նանա։ Այն պայն, երբ ես չէի կարող ինձ գտնել ու իմ կյանքում ուղղակի սև գիտեր դու հայտնվեցիր ու իմ կյանքը փոխվեց։ Ես սկսեցի ես կյանքը ավելի սիրուն գույներով տեսնել։ Ես քեզ անդադ կատակով ասում էի, որ իմ համբերությունը սահման չունի, որ ես ամեն ինչին էլ կդիմանամ։ Բայց դու իմ մոտ չկաս, ու ես էլ չեմ դիմում։
իմ կյանքի ամենալավ կեսն էր։ Իմ ընկերն էր։ Ես քեզ խոստանում եմ, որ մենք շատ շուտով էլի կհանդիպենք։ Վստահ եմ քեզ դուր չեր գա։ Ինչ ես մա պատրաստվում եմ անեմ։ Ու չէր ների ինձ դրա համար։ Բայց չկա ուրիշ տարբերակ։ Այն մարդով խլեց քեզ ինձանից։ Հիմա ապրում իր կյանքն աղայելու։ Ու ես չեմ հանգստանում, մինչև ինքը չստանա իր պատիժը։ Հա, եթե այդ վրեժը իմ կյանքի գնով պետք է լինի, ուրեմն թող։ Որ լինես կգտնեմ քեզ։ Մենք էլ իրար հետ միասին կլինենք։ Կնդրես ինձ նամ։ Ապեր գնանք, տղեր քեզ սպասում են։ Բարև բեկ ջան, կանչել էիր։ Բարև մրդո։ Նա, նստի։ Օգտվեմ իմ բանից ապեր։ Գումարիդ պարտքը փագեցիր մրդո։ Հա, ցավը տանեմ ու քֆուր եմ գել, որ ընդհանրապես չեմ խաղալու։ Ապրես, գումարը լոխերի համար է։ Իսկ դու լող չես, չէ մրդո։ Ստեղ 10,000 է։ Վեկալ ընտանիքիդ վրա կծախսես։ Կնգատ համար շորա բանը արտեղ ուրախանա։ Շնորհակալ եմ, ցավը տանեմ, բայց շատ չի։ Չէ, շատ չի։ Ինձ հավատարիմ մարդիկ պիտի ոչ մի բանի կարիք չունենան։ Դիջեբետ։ Մերսի, ցավը տանեմ։ Այրս ասում է, որ հավատարմությունն էլ է ապրանք։ Ում շատ վճարես ինքն էլ քեզ հավատարիմ կլինի։ Ու ես իր այդ համաձայն եմ։ Բեկ ջան, բայց ես արդեն 5 տարիա ձերդ եմ։ Գիտեմ, մրդո, ես քո դեմ բան չունեմ, գիտեմ, որ ինձ հավատարիմ ես։ Ես ուղղակի քեզ զգուշացնում եմ։ Ինչի մասին։ Այն մասին, որ նանեի սպանության մեջ դու իմ հետ հավասար անցակից ես։ Խիտ են զարմացար։ Դու չէիր հետս, որ Ծաղկաձորից նանեին բերեցինք, հետո էլ դու քո ձեռով թաղիր։ Հա, բայց բեկ ջան, Ես քո վրա ստրախ գանյաց չեմ անում, մրդո։ Ես ընդամենը քեզ զգուշացնում եմ, որ բերանդ փակ պահես։ Եթե այս մասին ինչ-որ մեկի մոտ խոսացիր, դու դիակ ես, որտեվ սաղ կիմանամ, որ հետս հավասար անցակից ես։ Էդ կլնի թորգոմը, կլնեն մենթերը, վաբշե էական չի։ Մեզանից բացի այս ինֆորմացիան ոչ մեկ պիտի չիմանա, մրդո, որտև էդ երկուսից դատավճիռը կլնի։ Մենք իրար հասկացանք։ Հասկացանք։ Վաղը միսօր երես որ թոշակի անցավ, ես եմ գործի գլխին կանգնելու, ու այդ ժամանակ դու ոչ մի պրոբլեմ չես ունենալու, թագավորի պես կապրես։
Բայց դրա համար մի բան է պետք։ Հավատարմություն։ Բեկ ջան, ես միշտ հավատարիմ եմ քեզ։ Գիտեմ։ Իսկ հիմա հացդ կեր։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես դեռ շատ կտեսնեմ քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեկում և թախից սևորեր ես դեռ շատ կտեսնեմ քո պատկերը անես կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն ախ մեռեն երազները բոլոր քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն ախ կմեռնեն երազները բոլոր քո անունը հավերժ կպահեմ օրերում անհաստատ